Հանրապետության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյան։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին մասը։ Ցուցակը գլխավորում են Արեգ Կարապետյանը, երկրորդ եւ երրորդ տեղերում համապատասխանաբար իրավաբաններ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանն են։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Ապրիլի 11-ին երեկոյան 5-ին Ուժեղ Հայաստանը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել, որի ընթացքում կհրապարակվի դաշինքի ամբողջ նախընտրական ցուցակը։ Վաղը չէ մյուս օրը, ապրիլի 11-ին, երեկոյան ժամը 5-ին, հավաքվելու ենք մենք բոլորով, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք ի նշան փոփոխության պահանջի։ Մեր երկրին փոփոխություն է պետք, փոփոխությունը մենակ կփրկի մեր երկիրը անկումից։ Եվ նաև հանրահավաքից հետո մենք ունենալու ենք լույսերով քայլերթ Երևանի կենտրոնով մեկ, բոլորով իրար հետ 2 ժամ կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք իրար հետ եւ բերենք փոփոխություն մեր երկրին։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են հանդիպել հունիսի երկրորդ կեսին խորհրդարանական ընտրություններից հետո։ բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածը Նիկոլ Փաշինյանի միմյանց թիրախավորելու մասին է։ Քաղաքականությունը ընդհանրապես հատկապես ժողովրդավարական երկրներում եւ հատկապես ընտրական շրջանում նրա մասին է, որ քեզ թիրախավորում են, դու ես թիրախավորում, հետո քեզ են թիրախավորում, հետո դու ես թիրախավորում։ Ինչու է վախենում ընտրապայքարի դուրս եկած իր հակառակորդներից ու նրանցով վախեցնում քաղաքացիներին, պնդում, եթե ինքը չընտրվի, ավերիչ պատերազմ է լինելու։ Վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է։ Մարդկանց ահուս սարսափի մեջ եք պահում։ Չէ, մենք ահուս սարսափի մեջ։ Դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ես չընտրեք։ Ես լսել եմ։ Շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Գիրք չեն կարդացել։ Եվ ընտրովի արդարադատության մասին են հարցրել մեր գործընկերները Նիկոլ Փաշինյանին, ինչու հղի կնոջը Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարչապետին ուղեկցող Ավտոշարասյան վարորդը ազատության մեջ է, իսկ պատարագին աղոթելու գնացած 18-ամյա Դավիթը կալանավորված։ Այնպես չի, որ մենք երջանիկ ենք Հայաստանում արդարադատության վիճակով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում հայաստանյան ծառաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ տեղ գտած դրույթները։ Մայրաթորը ընդգծել է, որ ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման եւ ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման ու նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ խղճի ու կրոնի ազատության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական նման խոստումներով եւս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական էությունը եւ նպատակը։ Մայրաթորը շեշտել է, որ եկեղեցու առաքելությունը չպետք է դառնա քաղաքական շահարկումների առարկա, քանի որ կաթողիկոսի ընտրությունն ու եկեղեցական բարեկարգումները բացառապես հոգեվոր կանոնական տիրույթում են եւ դուրս են պետական իշխանությունների իրավասություններից։ Մայրաթորը ԿՊ-ի որդեգրած գործելավոճը որակել է որպես ազգաբնաց եւ անթույլատրելի քայլ, որը վտանգում ու խաթարում է հոգեվոր անվտանգությունը։ Անհամատեղելի կալանքի հետ Դատախազության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի հարազատները, ընկերները եւ փաստաբանները։ Երիտասարդի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, թեև փաստաբանը նշել է, որ հետազոտությունների արդյունքները չեն կարող այս պահին հրապարակել, պնդում է, որ տղան պետք է շուտապույտ ազատ արձակվի։ Այսօր առավոտյան եմ այցելել, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ, շատ կարճ եմ իրեն կարողացել ինքս փորձել եմ հանգստացնեմ հնարավորինս, ասեց անդադ ուզում եմ քնեմ, թողը դուրս եմ եկել, էս է վիճակը, պալատում է, այո, պալատում է նստել։ Չէ, որովհետև գլխապտույտներ ունի։ Ակցիային մասնակից էին նաև հանրային դեմքեր, որոնք գրավոր դիմումը ներկայացրել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, պահանջելով ձեռնարկել համապատասխան քայլեր խափանման միջոցը անհապաղ փոխելու համար։
Հարգելի Տիկին Վարդապետյան, մենք ՀՀ քաղաքացիների մի խումբ, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին։ Դավիթ Մինասյանը դպրոցական է եւ ունի առողջական խնդիրներ, որոնք մեր համոզմամբ անհամատեղելի են կալանքի պայմանների հետ եւ կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը։ Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, այն դեպքում, երբ դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաև առողջության։ Ակցիայի մասնակիցները խնդրել են հանդիպել անձամբ դատախազին իրավիճակը քննարկելու եւ տղայի խափանման միջոցը փոխելու համար, սակայն խնդրանքը կտրականապես մերժվել է։ Չենք եկել հանդիպելու բաժնի պետի եւ այլ մարդկանց հետ, մեր պահանջը միայն հանդիպել դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Ձեզ ուղղակի կհանձնենք թղթերը, ոչ մի խնդիր, բայց մենք պահանջում ենք, որ գա, հրաժարվումը, այո, հրաժարվումը չի իջնում եւ չպիտի Դավիթ Մինասյանը 3 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո տեղափոխվել է հիվանդասենյակ 18-ամյա երիտասարդը մեղադրվում է խուլիգանություն իրականացնելու եւ վարչապետին հարվածել փորձելու համար։ Որքան էլ փաստաբանները բազմիցս ներկայացրել են, որ նրա առողջական վիճակը չի ներում կալանավայրում մնալու համար, այնուամենայնիվ խափանման միջոցը փոխելու որոշում դեռևս չի կայացվել։ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ժամանակ տեղի ունեցած միջադեպից մինչ օրս նա կալանավորված է։ Առողջական վիճակով պայմանավորված այս պահին բժիշկների հսկողության տակ է։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարար Երմեք Կուշերբաևի հետ, որը պաշտոնական այցով մեր երկիր է ժամանել 3։ Արտաքին գործերի նախարարությունը 3 լուսանկար է հրապարակել առանց մանրամասներ հայտնելու, սակայն Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ չի բացառել, որ բանակցությունների մաս կարող են լինել հայկական երկաթուղու կառավարմանը վերաբերող հարցեր։ Երկաթուղու հետ կապված հարցը ընդհանրական պարզա հրապարակային քննարկող հարց է։ Հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձնի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Հրադադարի շուրջ համաձայնության շրջանակն արդեն պաշտոնապես ներառում է նաև Լիբանանի եւ Իրանի դաշնակից խմբավորումներին։ Պակիստանի վարչապետը վերահաստատել է, որ այս դիրքորոշումն անփոփոխ է, իսկ Իրանի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ ցանկացած խախտում կստանա համարժեք պատասխան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շեշտել է, որ Լիբանանի դեմ շարունակվող Իսրայելի ագրեսիան համաձայնագրի կոպիտ խախտում է եւ անվստահություն է առաջացնում։ Պակիստանում նախատեսված Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի բանակցությունների ֆոնին Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ պատվիրակությունների կազմը կախված կլինի ամերիկյան կողմի ներկայացուցչի մակարդակից։ Եթե ԱՄՆ պատվիրակությունը գլխավորի փոխնախագահ Ջեյ Վենսը, իրանական կողմից բանակցությունները կվարի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Լիբանանում սպանվել է Հեզբոլահի առաջնորդի քարտուղար եւ զարմիկ Ալի Յուսուֆ Հարշին, Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելական բանակը Լիբանանում կրակել է իտալացի խաղաղապահների զրահափոխադրիչի ուղղությամբ։ Դեպքի համար արտգործնախարար Անտոնիո Տայանին պարզաբանում է պահանջել Իսրայելի դեսպանատնից։ Իսրայել կացը շնորհավորել է Իսրայելի պաշտպանության բանակին անթերի կատարման համար եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուին ղեկավարելու եւ իրանական ու լիբանանյան ճակատների միջև բաժանումը պահպանելու համար։ Ավելի վաղ Ցախալի խոսնակը հայտնել էր, որ չնայած Իրանի հետ հրադադարին, իրենք շարունակելու են հարվածները Լիբանանի ուղղությամբ։ Նոր հարցումների համաձայն ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է, որ կոնգրեսը սկսի նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Ժողովրդի դժգոհության հիմնական պատճառը Իրանի դեմ սկսված ագրեսիվ պատերազմն ու Թրամփի վիճահարույց քաղաքականությունն են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է ապրիլի 8-ին Լիբանանում իսրայելական զանգվածային ռմբակոծությունները։ Գուտերեշը շեշտել է, որ Լիբանանում շարունակվող այս գործողությունները լուրջ վտանգ են Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հայտարարված հրադադարի համար եւ կարող են ձախողել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերը։ Զուգահեռաբար ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ ծովում։ Հեզբոլլահը հայտարարել է Լիբանանի ափերի մոտ իսրայելական ռազմանավին հարվածելու մասին, ինչն էլ ավելի է սրել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը։ Ռիո դե Ժանեյրոյում այրվել է 2016 թվականի օլիմպիական խաղերի մարզադաշտի տանիքը։ Հրդեհի պահին շենքը դատարկ է եղել, տուժածներ չկան։ Այս միջադեպի պատճառով փոփոխվել է այժմ ընթացող աշխարհի առաջնության գրաֆիկը։ Մրցումները հեծանվահրապարակից տեղափոխվել են Արենա Կարիոկա մարզահամալիր։ Կազմակերպիչները վստահեցրել են, որ մրցաշարը կշարունակվի անվտանգ պայմաններում և սահմանված ժամկետներում։